Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանի Աննա Հակոբյանը տարբեր մարդիկ են, դա է ասում։ Չեմ ասում տարբեր մարդիկ են, մի մարդ է, որ ունի իրավունքներ, որոնք պաշտպանված են։ Անկախ նրանից ով մոտ ով ինչ ասոցիացիա առաջացնում ունի պաշտպանության իրավունք եւ գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող այստեղ աշխատելու իմ քայլի հիմնադրամում, բայց դուք ըստ օրենքով ՊՊՑ-ի նաև բանով օրենքներով դուք որպես Նիկոլ Փաշինյանի օգտվում եք պետական պահպանության ծառայությունից, հսկայական անհատության բաներ ունեք, ինքնազորում եք, ձեզ բացառվում է պետության հաշվին գնված $150,000 մոտ, Lexus LX 500, ամենագնաց, ձեզ ուղեկցող մեքենան, այսինքն այդ ամենը օրենքով ձեզ տրվում է, բայց դուք այստեղ վարձու աշխատող եք, մի բան չի բռնում իրար։ Ինչը չի բռնում իրար։ Գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող չգամ աշխատելու, ինչը չի բռնում, չաշխատեմ, այսինքն դուք ինձ զրկում եք նաև բոլոր մարդկանց նման հավասար աշխատելու իրավունքից եք ինձ զրկում։ Բայց ինչն եք, բայց ասում եք մի բան չի բռնում, չաշխատեմ, ինչ անեմ։ Աշխատեք, բայց դուք այսինքն ՊՊՑ-ից հրաժարվեմ, ինչ անեմ, եկեք օրենք փոխենք։ Եկեք բան սկսենք, օրենքները փոխենք, ինչ ասել, ինչ եք ասում։ Դուք այստեղ ինչ քայլում եք, բայց նաև Փաշինյանի կինն եք, այդ երկուս իրար հետ չի բռնում։ Դե ես էլ բոլորին հորդորում եմ լուրջ վերաբերվել մեր սահմանադրությանը, մեր սահմանադրության կետերին, լուրջ վերաբերվել, որովհետև դրանք մեզ են պաշտպանում, մեզ բոլորիս։ Խախտումն է, այսպես ասած, իր լիազորություններն են խախտում եկեղեցու։ Խնդրում եմ, դուք արդեն ուրիշ հարց եք տալիս։ Հարց եք տալիս, բայց սահմանադրությանն են հայտարարում, ինչ են Դուք արդեն ուրիշ հարց եք տալիս։ Մեր թեմայի հետ ոչ մի կապ չունեցող անիմաստ հարց է։ Հասկանում եմ, դուք կարող եք որևէ կուսակցության շարքերում պայքարել եւ քաղաքական պայքար տանել։ Հերքում է հրապարակել, մասնավորապես հրապարակ որակետեր դերել, որ կրկվել է նորաձև շարժման իրավական կարգավիճակ է տրվել, գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն, ձեր հիմնադրամը ետքել է սա, բայց մենք գտանք, որ ապրիլի 8-ին Facebook-ում հիմնադրամը հայտարարել է, որ կայացել է կրկվել է նորաձև հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը։ Ընդունվել է կազմակերպության անդրանիկ հայտարարություն, այսինքն որոշել եք, որ պետք է դառնա ՀԿ, բայց դեռ իրավական պրոցես չի սկսվել։ Տեսեք, դուք հրապարակին եք ներկայացնում։ Չէ, ես Հրապարակը կամ Factor TV-ին, հա, հրապարակը ներողություն Սյուզաննան է ներկայացնում։ Ամեն դեպքում հրապարակը որպես փաստ ներկայացնելուց առաջ, որ ՀԿ-ն գրանցվել է, կարող էր ձեր նշած հարցը մեզ տալ, չէ՞։ Եվ դուք կարող եք այդ նշած հարցը, այդ ՀԿ-ն չի գրանցվել։ Ես նայել եմ Ոչ էլ գրանցվելու է։ Եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, կտեսնեք, թե ինչու պետք է գրանցվել ՀԿ եւ նաեւ կարող եք վերլուծել եւ ձեր հարցի պատասխանը գտնել սեփական վերլուծության արդյունքում, թե ինչու այլևս չի գրանցվելու։ Ամեն ինչ շատ պարզ շարադրված է սևով սպիտակի վրա հայերեն լեզվով։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ մի քիչ ավելի ուշադիր կարդալ այն նյութերը, որոնց առնչությամբ եզրակացություններ են ասվում, փաստեր են հնչեցվում, մեկնաբանություններ են հնչեցվում, վերդիկտներ են հնչեցվում։ Մի քիչ ավելի ուշադիր կարդալ, որովհետև որևէ մեկի շահերից չի բխում մեր կապարանոց բաներ ասել, դա ուղղակի ինչ ասեմ, այդ է սրտաճմլիկ դառնում։ Շատ սրտաճմլիկ է դառնում, երբ որ կարդում ես հոդված, եւ ես տեսնում ես հոդվածի հեղինակը պարզապես չի կարդացել։ Լավ, չեմ ասում կարդացել է, չի հասկացել։ Պարզապես չի կարդացել այն նյութը, որի մասին հոդված է գրում։ Դա սրտաճմլիկ է եւ շատ տխուր վայեջան։ Ես բոլորիդ հորդորում եմ հիմա հետահայաց գնալ կարդալ հիմնադիր ժողովը, հիմնավորումները, բացատրությունները եւ վերլուծել եւ գրել դրա մասին։ Բոլորին հորդորում եմ դա անել։ Լավ, ձեր շորեր վերցրի կոների, չէ՞։ Ինչ շոր։
Ձեր հագուստն է, որ հայտարարում եք, որ բոլորը նվիրում եք, չգիտեմ ուր։ Այդ շորերը ես այդ պահին չեմ, այդ էլ լավ չեք լսել։ Դուք դա էլ լավ չեք լսել։ Ես ասել եմ, որ այս ամբողջ ընթացքում իմ հագուստը եղել է դիզայներները ինձ տրամադրել են հագուստ, որը ես կրել եմ տվյալ միջոցառման ժամանակ եւ արդեն վերադարձրել եմ։ Շատ եմ ուզում ուղղակի լսել եւ հասկանալ լսածը, ոչ թե ասոցացնել։ Ես կարող եմ ընդունել, որ ես լավ չեմ խոսում, ես կարող եմ ընդունել, որ մեր հայտարարությունը, ես կարող եմ ընդունել, ես չեմ հավակնում ասել, որ միշտ մենք ենք ճիշտ, դուք սխալ, բայց ուզում եմ պայմանավորվենք, կարդանք, լավ գուցե մեր տեղը գիտեք, կարող եք զանգել, հարցնել, եթե մի բան մենք պարզ չենք ասում, արձագանքում ենք։ Կարող եք։ Լավ, եկեք սենց պայմանավորվենք, առնվազն պրոֆեսիոնալ չի, որ հիմա իմ ներկայությամբ դուք սկսեք կարդալ ձեր համար բացա։ Հաջորդ ասուլիսի ընթացքում ես հուսով եմ, որ այս փուլում պայմանավորված, այո, հաճախակի ասուլիսներ կանենք, խնդրանքս այն է մի քիչ ավելի պատրաստված եղեք, գոնե թեմայի շրջանակում ինֆորմացիան կարդացեք, նոր եկեք։ Դուք հիմա կարդացիք, լավ, հիմա ես չեմ կարող հավակնել, որ դուք այսքան ոտի վրա խոսակցության ընթացքում ճիշտ եք հասկացել եւ չեմ ուզում ժամանակ կկարդաք հաջորդ ասուլիսի ժամանակ, ասեք։ Համեցեք։ Որևէ հայց այս բանի դեռ չի պատրաստվում, դեռ քննարկումների փուլում է։ Դե արդեն պատրաստվում են հայցերը։ Իրավաբանական թիմը արդեն պատրաստում է։ Այո, ես նշեցի։ Իսկ բարի մասով է Դանիել Յանսյանի։ Այո, երկու գործով։ Մեկը քրեական, մյուսը Այո, վարչական։ այո։ Հիմա դատարան թե դատախազություն ո՞նց եք այդ ընթացակարգում։ Դե եկեք հետևեք իրադարձություններին, հետևեք մեր հայտարարություններին եւ կպարզվի ընթացից։ Երբ որ դուք մեջբեր հիշեցիք նաև 2022-ը եւ ասացիք, որ ոնց է ժամանակային չկոչկոքեվանի դուք ինչ եք կարծում, ինչու է հիմա անկախ դիտորդը նման հայտարարությունի հարել եւ այն ժամանակ դատարանում կպարզենք Ես չունեմ գնահատական, եթե ես ունենայի գնահատական, հղում չէի անի օրենքներին, հղում չէի անի եւ դատարանին չէի դիմի եւ դատարանով չէի ուզենա պարզաբանումները ստանալ, այսինքն ես չեմ ուզում էլի ասեմ ասոցացվում է, ես չեմ ուզում դա անել Դա իրավական գործընթաց է եւ բոլոր հարցերը եւ պատասխանները կհնչեն դատարանում, գուցե հնչեն այնպիսի պատասխաններ, որ միանգամայն արդարացված լինեն եւ ես ընդունեմ, որ ոչ մի ոտնձգություն իմ դեմ տեղի չի ունեցել։ Գուցե դա process է, որ պետք է դատարանում երևա։ Եվ եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Եթե հարցերը ավարտվեցին, համեցին։